Ծաղկից ծաղիկ անցնելով, նեկտար հավաքելով մեղուն իրականացնում է բնության ամենակարևոր երևույթներից մեկը փոշոտումը, որն էլ հիմք է դառնում մոլորակի կենսաբազմազանության պահպանման եւ սննդի ստացման համար։ Մեղուների կենսական դերը գնահատելու, բազմացումն ու պաշտպանությունն ապահովելու նպատակով ՄԱԿ-ի որոշմամբ մայիսի 20 հայտարարվել է մեղուների համաշխարհային օր։ Այդ օրերին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են իրազեկման ու կրթական միջոցառումներ։ Հայաստանում արդեն 3-րդ տարին անընդմեջ Մեղվաբուծության դարբնոց գիտակրթական կենտրոնը կազմակերպում է համահայկական երկօրյա ֆորում։ Այս տարի այն անցկացվում է էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։ Մեղվաբուծությունը բավական բարդ իրավիճակում է, որովհետև շատ հիմնախնդիրներ կան, սկսած կրթական համակարգի բաց թողումներից, վերջացրած շուկայավարման մեխանիզմների բացակայությունը։ Հենց այս միջոցառումը լուծումներից մեկն է, որը որ հնարավորություն է տալիս վերհանել ավելի այսպես խորքային խնդիրները եւ դրանց լուծումներ առաջարկել։ Ըստ նախարարության գնահատականի Հայաստանում լիարժեք փոշոտման համար պահանջվում է առնվազն 250,000 մեղվաընտանիք, մինչդեռ ներկայումս առկա է մոտ 186,000-ը։ Մեղվաբուծությամբ զբաղվում է գրեթե 11,000 տնտեսվարող, որոնք տնօրինում են շուրջ 200,000 մեղվաընտանիք։ Տարեկան արտադրվում է 3,000-ից 4,000 տոննա ապրանքային մեղր։ Այս ցուցանիշն ավելացնելու, ճյուղի արդյունավետությունն ապահովելու եւ սահմանամերձ համայնքների չօգտագործված բնական կերհանդակները նպատակային օգտագործելու համար 2024 թվականի մեկնարկել է մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիր։ Արդեն իսկ ունենք 170 հաստատված հայտեր 2000-ից ավելի մեղվափեթակներ ձեռք բերելու համար։ Գործընթացը ընթացքի մեջ է եւ առաջիկայում նախատեսվում է, որ թիվը կմեծանա շահառուների, քանի որ դիմումները բավականին մեծ են։ Սա ոչ միայն կխթանի որակյալ մեղրի արտադրության եւ արտահանման աճը, այլև կնպաստի մեղվաբուծության անցմանը սիրողականից դեպի ավելի մասնագիտացված, գրանցված եւ օրենսդրական դաշտում իրականացվող գործունեության։ Պետական աջակցման ծրագիրը մի կարևոր խնդիր ըստ էության լուծում է, որ որոշակի իրավաբանական կարգավիճակ է հաղորդում մեղվաբույսերին արդեն արտադրողները շատ հաճախ դրա առավելությունը շատ ուշ են հասկանում, երբ մեր գնորդների մեծ մասը քարտային համակարգով ուզում գնումներ կատարի։ Քննարկվեցին նաև արտահանման հնարավորությունները եւ միջազգային շուկայի պահանջները։ Իսկ գիտական զեկույցներում ներկայացվեցին մեղուների կաթնաթթվային մանրէների եւ մայրակաթի կենսաբանական հատկությունների ուսումնասիրության արդյունքները։ Զուգահեռ նախարարության բակում մեղվաբույսները ներկայացնում են իրենց արտադրանքը։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։